Քարոզարշավ չեք իրականացել 3 ամբողջ օրը, ինչով է դա պայմանավորված է կողմից։ Այսինքն դուք չգիտեք ինչով էր պայմանավորված, հա? Վերջի զանգներ, շրջանավարտների օրներ, մեր հույսի լույսի, մեր երիտասարդության, մեր ապագայի արժանի փոխարինողների, որ այսօր ուրախանում են իրենց ծնողները, դրա համար այդպես պետք է հատուկ հատկացնենք իրենց, որ կարողանան իրենց տոնը վերջի զանգը նշել ուրախանալ։ Միայն դա եղել պատճառը։ Պարոն Ծառուկյան, Նիկոլ Փաշինյանը շարունակում էր քարոզարշավի ընթացքում վիրավորել, զրպարտել ընդդիմախոսներին, այդ թվում նաև ձեզ սպառնալ, ինչպիսին է ձեր արձագանքը ընդհանուր այդ փաթեթին Նիկոլ Փաշինյանին։ Ուրեմն կարող եմ պարզ ասել, հանրությանը լսեցի ասել, վարչապետի աթոռին նստած մարդուն, որ ինչ է ուզում ինքը, ասենք թե այսօր բոլոր արդեն հոգնել են իր պահվածքից, իր վերաբերմունքից, իրենց գործնեությունից, որ ասենք թե հիմնականում բռնելով, ձերբակալելով, հայուելով, վիրավորելով, սուտ ասելով, ոչ մի բան իրականություն չդարձնելով, հիմա այս ծանր վիճակում, ժողովրդի վիճակը, ծանր երկրի վիճակը թողած, ամբողջ երկրի կողքը սաղ ասենք թե տեսնելով լարված իրավիճակ է, ինչ է իր ուզած, ինքը ինչ է ուզում, նույն ճակատագրին արժանացնի, ինչ որ Արցախում եղավ։ 8 տարի սուտ ասելով, խաբելով, ներկայացնելով ու բերեց ինչի ասեց, հողեր հանձնելով, զոհեր տալով, հեղինակազրկվելով, Ալևին շնորհակալություն ասելով, այդ է իր արածը ոչ մի բան չի կարող անի։ Հիմա այսօրվա վիճակով որ նստենք, խոսենք, ասենք այսօր ինքը ինչ ծրագիր է ներկայացնում։ Ոչ մի ծրագիր չունի։ Մի հատ սարքել է նշան, կպցրել է դոշին, ոնց որ ասենք առաջվա ծովիցով Հայաստանը հետ է բերել, այն որ հայտնագործություն արել։ Մասնատած Հայաստան կպցրել է դոշին, մանգալով ոչ մի բան չի ասում։ Այսինքն ասելու բան չունի։ Որ այսօր արդեն դա հասկանալի հարաբերությունը բոլոր տեղերը փչացնելով, ես ուրախ զարմանում որ գնալով մարդկանց այդ հանդիպումը, այդ նշանը տալով կպցնելով կրծքին ու վերջ ուրիշ բան չկա ասելու։ Ոչ մի արդ չի կարգավոր է, հանձնելով, տուժելով, վարկաբեկվելով, ոնց ասեմ, զոհեր տալով, հողեր հանձնելով եւ հիմա նորից էլի պատրաստ է 3 հանձնելու։ Ինչ որ ասում ենք, ասենք թե sense բան չկա, բայց կամաց սա ինչ է պատասխանելու։ Ժողովուրդը հոգնել են։ Այսօր հիմնական ժողովրդին կանգնացած է ընտրության առաջ, կամ ժողովուրդը պետք է ընտրի եկեղեցի կառուցողին կամ եկեղեցի քանդողին, կամ երկիր կառուցող շենացնողին, կամ երկիր քանդող ավերակ սարքողին։ Դա առաջ է բերեք։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։